Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ եւ ռադիոլսողներ։ Եթերում առաքելություն հեռուստացրագրի հերթական թողարկումն է։ Ես Բալաբեկ Բարսամյանն եմ։ Հարգելիներս, հոկտեմբերի 6-ին երեկոյան ժամը 7-ին Գլենդելի երիտասարդական կենտրոնում Հայ-Հեղափոխական դաշնակցության կենտրոնական կոմիտեն կյանքի կոչեց մամլո ասուլիս, որտեղ հյուրաբար ներկա էր հայրենիքից ժամանած պատմական գիտությունների դոցենտ Լևոն Մկրտչյանը եւ պատասխանում էր մեր համայնքում գործող մեդիայի եւ լրատվամիջոցների ուրեմն պատասխանատուներին։ Այնտեղ նաեւ մենք էինք աշխատում եւ սիրով ուզում եմ ներկայացնել ձեզ այդ օրվա հարց ու պատասխանները։ Հիմնական թեման էր ուրեմն Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխությունները։ Թույլ տվեք քանի բառերով ներկայացնել մեր հյուրը, պարոն Լևոն Մկրտչյանին։ Պարոն Լևոն Մկրտչյանը ծնվել է Երևանում եւ իր բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանում, մասնագիտանալով պատմության եւ մանկավարժության մեջ, մասնագիտությամբ պատմաբան է, պատմական գիտությունների տեխնացու դոցենտ է եւ տարիներ շարունակ դասավանդել է Երևանի պետական համալսարանում 1998 թվականից մինչև 1999 թվականը պարոն Լևոն Մկրտչյանը վարել է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարի պաշտոնը 99-ից 2000 թվականը Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական 2000 թվականից մինչև 2001 թվականը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնով 2001 թվականից 2003 թվականը կրկին վերընտրվել է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարի պաշտոնում 2003 թվականից 2006 թվականը Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել Հայ-Հեղափոխական դաշնակցության խմբակցության ղեկավար 2006-ից 2008 թվականին Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար 2008 թվականից Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով վերանշանակվել է այդ պաշտոնում 2008 թվականի հունիսի 2-ին ուրեմն 2008 թվականին ընտրվել պարոն Լևոն Մկրտչյանը ընտրվել է Հայ-Հեղափոխական դաշնակցության բյուրոյի անդամ եւ որպես մասնագետ եւ պատմաբան հեղինակն է բազմաթիվ մենագրությունների եւ մի շարք գիտական աշխատությունների եւ պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով իր կատարած գործունեության համար։ Ես շատ ուրախ եմ, որ այսօր մենք առիթ ենք ունենում պարոն Մկրտչյանին այստեղ ունենալու եւ խոսելու մի շատ կարեւոր նյութի մասին։ Պարոն Մկրտչյանը աշխատանքային այցով այստեղ է, մասնավորաբար խոսելու եւ մեկնաբանելու Հայաստանում տեղի ունենալիք շատ կարևոր իրադարձության մասին եւ դա Հայաստանի Հանրապետության սահմանադրության բարեփոխումների հարցն է, որ այսօր մեր ժողովրդի հուզող թե Հայաստանի եւ թե Սփյուռքի հայությանը հուզող կարևոր հարցերից է համարվում, այնպես որ ես ուզում եմ խնդրել պարոն Մկրտչյանին հակիրճորեն այս մասին անդրադառնալ եւ հետո առիթ տալ ձեզ, որ ձեր հարցումներով այդ կապակցությամբ դիմեք պարոն Մկրտչյանին։ Շնորհակալ եմ
նախ հրավեր ընդունելու համար եւ եթե քանի որ արդեն առիթ եղավ եւ մի քանի անգամ ներկայացրեցի ես սահմանադրության նախագիծը, կարճ կարելի է պարզապես մեր կուսակցության հայեղափոխական դաշնակցության տեսակետը փոխանցել, որովհետեւ գիտեք արդեն, որ ազգային ժողովում քվեարկվեց սահմանադրության նախագիծը, վերջնականապես հաստատվեց ազգային ժողովի կողմից եւ այսօր արդեն ներկայացված է նախագահին, հանրապետության նախագահի ստորագրումից հետո կնշանակվի հանրաքվեի օրը։ Եվ ազգային ժողովում քվեարկությունը արդեն ցույց տվեց, որ Հայաստանի քաղաքական դաշտը ազգային ժողովում ներկայացված եւ հիմնական քաղաքական կուսակցությունների մի զգալի մասը դրական վերաբերմունք ունի նախագծի նկատմամբ։ Բավականին մեծ պրոֆեսիոնալ աշխատանք է կատարված եւ մեր կուսակցության համար այս սահմանադրության նախագծի ընդունումը սկզբունքային նշանակություն ունի։ Եվ սա եմ ուզում հատուկ շեշտել, որովհետև հայեղափոխական դաշնակցությունը դեռևս Հայաստանի անկախության առաջին օրերից այն կուսակցություններից էր, որոնք գտնում էին, որ Հայաստանի ապագա կառավարման համակարգը պետք է որոշվի սահմանադիր ժողովով եւ սահմանադիր ժողովին մենք պիտի ներկայացնենք մեր նախագիծը, որը խորհրդարանական համակարգի պետության նախագիծ էր։ Եվ եթե հիշում եք 90-ականների առաջին կեսին գնաց շատ հետաքրքիր քաղաքական գործընթաց, ընդդիմադիր կուսակցությունները այն ժամանակ Ռամկավար ազատական կուսակցությունը, նույն հանրապետական կուսակցությունը, դաշնակցությունը, ԱԺՄ-ն եւ սահմանադիր իրավունք միությունը յուրաքանչյուրը ձևավորեց իր սեփական նախագիծը, որից հետո ընդդիմադիր 6 կուսակցությունները, որոնք կողմնակից էին պարլամենտական համակարգին, միավորվեցին եւ ներկայացրեցին այսպես կոչված վեցյակի նախագիծը, որը պարլամենտական հանրապետության ձևաչափ էր ենթադրում։ Դա չանցավ եւ անցավ սահմանադրության այն նախագիծը, որը ենթադրում էր նախագահական իշխանություն, եւ այդ նախագահական իշխանությունը շատ ավելի ուժեղ եւ կենտրոնացնում էր իր մեջ երկրի կառավարման ամբողջական համակարգը։ Մենք դեռևս այն ժամանակ գտնում ենք, որ իշխանության նման կենտրոնացումը մի ինստիտուտի շուրջ կբերի բացասական հետևանքների երկրի կառավարման տեսակետից։ Երկրում բարու է հոգեբանական, քաղաքական մշակույթի ձևավորման, տնտեսական ազատությունների տեսակետից եւ տարիների փորձը թվում է, որ ցույց տվեց, որ Հայաստանում իսկապես առկա է կառավարման ճգնաժամ։ Այն իմաստով, որ ըստ էության իշխանության ցրումը եւ հակակշռումը հատկապես գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանության սահմանադրորեն երաշխավորված լինելով կենտրոնացված միաբևեռ համակարգի պայմաններում եւ խորհրդային ժառանգությունը նաեւ հաշվի առնելով լիարժեքորեն չիրականացավ։ Բայց այս 20 տարիների ընթացքում մենք այնուհանդերձ կուտակեցինք բավականին լուրջ քաղաքական մշակույթ եւ տարիներ առաջ երբ սահմանադրությունը բարեփոխվեց, արդեն առաջին կարևոր քայլերը կատարվեցին։ Եթե հիշում եք, անցյալ սահմանադրության բարեփոխման մեջ, անցյալ նախագծում, որը տարիներ առաջ ընդունվեց, երկու կարևոր սկզբունք եղավ։ Նախ բավական ուժեղացավ վարչապետի ինստիտուտը եւ երկրորդը ընդունվեց այն ինչը մեր համար եւ հատկապես երևի բոլոր ավանդական կուսակցությունների համար ամենակարևորն էր Հայաստանի Հանրապետության համահայկական բնույթը։ Երկխաղացիության ընդունումը բավականին լուրջ փոփոխություն էր, որը սահմանադրությանը, որը մեր երկրին բերեց զարգացման մի նոր հեռանկարի առջև կանգնացրեց։ Այսօր մենք փաստորեն մյուս կարևորագույն փուլն ենք թևակողում, երկիրը արդեն իր մեջ զգում է բավականին պոտենցիալ, որպեսզի անցնի իշխանության ամբողջական հակակշռմանը եւ իշխանության ցրմանը բարձրագույն մակարդակով։ Պարլամենտական համակարգը հնարավորություն կտա մեր կարծիքով լուծելու ամենակարևոր եւ կենսական հարցերը, որն է այսօր հայ ժողովրդին շատ հուզում եւ մտահոգում, որն է նաեւ քաղաքական նիհիլիզմի պատճառներից, անկյունակարային պատճառներից կարևորը։ Դա դատական իշխանության անկատարությունն է։
գործադիրի եւ դատական իշխանության բաժանվածության սկզբունքի չաշխատելը մեր այսօրվա հասարակության շատ խնդիրների անկյունակարն է։ Տնտեսության մոնոպոլացումը, որը նույնպես կենտրոնացված կառավարման համակարգի արդյունք է։ Սահմանադրության այս նախագծով իսկապես արմատապես փոփոխության է ենթարկվում այս ձևաչափը։ Քաղաքական պատասխանատվությունը նախագահական կենտրոնացված ձևաչափից տեղափոխվում է պարլամենտական ձևաչափ, որը մեծացնում է քաղաքական կուսակցությունների դերակատարումը եւ հնարավորություն է ստեղծում, որ վերջապես Հայաստանի քաղաքական դաշտում իրականացվի քաղաքական մշակույթ այն առումով, որ ձևավորվեն գաղափարական հենք ունեցող կուսակցություններ։ Ցավոք սրտի վերջին 20 տարիների ընթացքում այս կուսակցությունների մեծ բազմությունը, կուսակցությունների գործունեության գաղափարական հեղեղուկությունը, երբ նույն կազմակերպությունը կարող է ընկերվարական լինել, հետո կարող է լիբերալ լինել, հետո կարող է ազգայնական լինել, այս ամենը ցույց տվեց, որ Հայաստանի Հանրապետությունում այնուհանդերձ քաղաքական դաշտը շարունակում է մնալ անկատար, ինչը նաև մեծապես վտանգում է Հայաստանի սուվերենությունը, որովհետև ի վերջո քաղաքական դաշտն է, որ պետք է երաշխավոր լինի արտաքին մեծ խնդիրների առջև կանգնած մեր տարածաշրջանում ազգային պետականությունը ամրացնելու եւ սուվերենությունը ամրացնելու տեսակետից։ Ահա այս հիմնավորումներում վեր հիմնականում, որ դաշնակցությունը հենց առաջի օրվանից լուրջ աշխատանք սկսեց հանձնաժողովի հետ, մեր առաջարկների մեծ մասը շուրջ 1 տարվա աշխատանքի ընթացքում ընդունվեցին եւ այսօր մենք կարող ենք ասել, որ հանրապետության ժողովրդին ներկայացվող փաստաթղթի հսկայական մի մասը մեր Գերագույն մարմնի անդամներն ասում են մոտ 95%-ը ըստ էության արտացոլում են մեր տեսակետները։ Մի քանի առաջարկներ ներկայացրել էինք նաև լրացումների ժամանակ քննարկումների մի մասը Աղվան Վարդանյանը ասաց, որ ընդունվել են եւ այնպես որ մենք ունենք բավարարվածություն եւ գտնում ենք, որ սահմանադրության այս նախագիծը եթե ընդունվի, ժողովուրդը այո ասի, Հայաստանի համար կբացվի նոր հեռանկար։ Հեռու ենք այն մտքից, որ այս հիմնական օրենքի ընդունումով Հայաստանում բոլոր խնդիրները կլուծվեն, որ համարյա բոլոր հարցերի պատասխանները այս օրենքի ընդունման մեջ են, բայց որ այս օրենքը կբացի նոր ճանապարհ, այս օրենքը թունելի վերջում լույս է նշմար ցույց տալու, սա հստակ է։ Հստակ է այն պարզ պատճառով, որ սահմանադրության այս նախագծով ժողովուրդը մոտենում է կառավարմանը։ Հենց միայն հանրաքվեի դրույթը, որը դրված է սահմանադրությունում, երբ ժողովուրդը կարող է ընդամենը 30,000 եւ այնուհետեւ 300,000 ստորագրությամբ իր անմիջական կամքը պարտադրել ցանկացած հարցով հանրաքվե անելու, արդեն հեղափոխական նշանակության փոփոխություն է ենթադրում Հայաստանում։ Նույն դատական համակարգի անկախացումը, դատական համակարգի լիարժեք գործունեության նախատեսումը, մոնոպոլիաների արգելքը սահմանադրական հոդվածներում, սրանք այն կետերն են, որոնք անմիջական վերաբերվելու են այսօրվա կյանքին, ոչ թե տեսականորեն։ Պաշտպանված է մեր կարծիքով նաև ազգային շահերը, որովհետև սահմանադրությունը մի շատ կարևոր հոդված ունի, որտեղ բոլոր կարևորագույն երկրի համար տարածքային ամբողջականության, երկրի ճակատագրի հետ առնչվող, երկրի այլ միջազգային միությունների մեջ մտնելու այս ձևաչափերը կարող են լուծվել միայն հանրաքվեների միջոցով։ Սա եւս կարևոր հիմք է անմիջական ժողովրդավարությունը հաստատելու համար, որ աշխատանքները հսկայական են լինելու անցնելուց հետո եւ մեր ժողովուրդը պետք է կարողանա բավականին մեծ խոհեմություն եւ քաղաքական գիտակցություն ցույց տալ, սա միանշանակ է, որ քաղաքական կուսակցությունների վրա դրվելու է ավելի մեծ պատասխանատվություն, սա նույնպես միանշանակ է, որովհետև գիտեք, որ սահմանադրության ամենակարևոր փոփոխություններից մեկը 100%-ով մեծ համամասնական ընտրությունների ձևաչափի որդեգրումն է։ Այսինքն այն ինչից մենք հենց առաջի օրվանից դժգոհում էինք, մեծամասնական անհատական падգամավորների մուտքը, որը ապահովում էր կառավարող կուսակցության համար մեծամասնություն պարլամենտում եւ արդեն ընդդիմության տեսակետները դե ֆակտո
հաշվի չէին առնվում, այս դրույթը դուրս է գալիս։ Համամասնական 100%-անոց ընտրությունները 100%-ով պետք է որ աշխուժացնի Հայաստանում քաղաքական կյանքը եւ արդեն ավելի մեծ պատասխանատվություն ստեղծի ձևավորի կուսակցությունների համար։ Արտաքին քաղաքականության մեջ պարլամենտը ստանում է բավականին լուրջ դերակատարություն, սկսելով նրանից, որ դեսպանները արտաքին քաղաքականությունը հաշվետու են արդեն պարլամենտին ավելի եւ կադրային քաղաքականությամբ։ Նույն հանրապետության վարչապետը, որը իր ձեռքում է կենտրոնացնելու բավականին մեծ իշխանություն, ի տարբերություն այսօրվա նախագահական ինստիտուտի, նույնպես բավականին վերահսկելի է։ Հաշվետվություններով պարտավոր է հանդես գալ ազգային ժողովում, կառավարության անդամներին կարող են անհատական անվստահություն հայտնել պարլամենտում, վարչապետը գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը կարող է ստանձնել միայն պատերազմի ժամանակ եւ պատերազմական դրության պայմաններում, այսինքն հակակշռված է նաեւ վարչապետի իշխանության բացարձականացումը թույլ չտալու ձևաչափը, որ սահմանադրության որոշ հոդվածներ կարիք պիտի ունենան օրենքներով ավելի մշակմանը, դա եւս միանշանակ է։ Ամենամեծ վեճը, որը առաջացավ, տեղյակ եք, դա երկրորդ փուլի ընտրության խնդիրներ, որովհետև մենք ունենք շատ կարևոր մի հիմնահարց, որը պարլամենտական ձևաչափի ճակերտների մեջ թույլ կողմն է։ Պարլամենտական ձևաչափով երբեմն իշխանությունը շատ դժվարությամբ է ձևավորվում։ Եվ եթե կոալիցիոն բանակցությունները ձախողվում են պարլամենտում, շատ հաճախ եվրոպական պարլամենտական կլասիկ երկրներ երկար ժամանակ մտնում են անկայունության փուլ, որը Հայաստանի համար անթույլատրելի է։ Մենք մեր արտաքին իրավիճակի պատճառով, Արցախի հիմնահարցի պատճառով իրավունք չունենք մեզ թույլ տալու շռայլություն երկար ժամանակ Հայաստանում ունենալու անկայուն քաղաքական վիճակ։ Ընտրությունները պետք է իրեն ժամանակի մեջ ավարտվեն եւ արդյունքով ավարտվեն։ Եվ այստեղ իհարկե միանշանակ է, որ պետք է ձևաչափ լինի, որպեսզի պարլամենտում առաջանա մեծամասնություն։ Հիմա եթե կոալիցիոն բանակցությունները չեն արդյունավորվում այդ մեծամասնությունը ձևավորելու համար, սահմանադրությունը նախատեսում է երկրորդ փուլ։ Այստեղ է, որ հիմնականում քննադատություններ են գնում եւ այդ լուծումը դեռևս ճանապարհին է եւ երևի թե ավելի հստակ մեխանիզմը կկարողանանք ընտրել արդեն ընտրական օրենսգրքի ժամանակ։ Մեր ընկերները այստեղ, մեր խոսակցությունների ժամանակ շատ ճիշտ մատնանշում են անում, որ ի վերջո ամենամեծ կարևոր փորձությունը, եթե սահմանադրությունը անցնի եւ այո լինի, ընտրական օրենսգիրքն է եւ առաջիկա ընտրությունները։ Որքանով այդ ընտրական օրենսգիրքը կլինի գործունակ եւ ճիշտ եւ ինչքանով առաջիկա 17 թվականի պարլամենտական ընտրությունները արդար կլինեն եւ մենք կարողանանք խուսափել նախորդ տարիների տխուր փորձից, դրանից կախված է նաեւ սահմանադրության եւ նոր մթնոլորտի ձևավորումը։ Սա շատ կարեւոր հիմնախնդիր է եւ սա եւս ենթադրում է, որ մենք մեր քարոզչության մեջ, որը պիտի անենք այս 1 ամիսը մինչեւ սահմանադրության հանրակրվեն, պետք է կարողանանք ժողովրդին իսկապես համոզել եւ բացատրել, որ այս նոր հիմնական օրենքի ընդունումից հետո նրա ձայնը շատ ավելի կարևոր է լինելու, քան ասենք մի քանի հազար դրամով վաճառելը։ Եվ ժողովուրդը պետք է հասկանա, որ ինքը արդեն իր ձայնով կարող է իսկապես ուժ տալ կուսակցություններին, որոնք ինչ-որ բան կարողանան փոխել երկրի կյանքում։ Եվ այս պատասխանատու կուսակցություններ հասկացությունը իսկապես կարող է շատ բան փոխել Հայաստանում։ Արդեն կուսակցությունը սկսում է շատ թափանցիկ լինել եւ հաշվետու լինել ժողովրդին։ Սկսած նրա ցանկից, որը պիտի հրապարակվի, եւ կուսակցությունը արդեն չի կարող ասել, որ մեծամասնականներն են գալիս, այլ իր ցանկի որակը, թե ովքեր կլինեն այդ ցանկում, նաեւ այդ կուսակցության քաղաքականության էությունն է ցույց տալու։ Եվ սկսած նրա գործունեությունից, որը արդեն պատասխանատու է լինելու եւ ամեն քայլի համար չկա արդեն նախագահ ուժեղ, որը փակի բոլոր հիմնախնդիրները, սա բերելու է իսկապես նոր իրավիճակի Հայաստանի Հանրապետությունում։ Սա է հիմնականում, որ կուզեի ես փոխանցել, եթե հարցեր լինի, սիրով կպատասխանեմ։ Ընտրեմ։ Հրապարակախոս ասպարեզի աշխատակից նոր սահմանադրությունը հայրենի ժողովրդի ենսամագարտակի մեջ պամապիտի փոխե եւ առաջ կառնի արտահոսքին։
Անպայման, այսինքն սահմանադրությունը որպես հիմնական օրենք պայմաններ պիտի ստեղծի փոփոխությունների համար։ Ինքը սահմանադրությունը բնական է, որ չի կարող անմիջապես ընդունվելուց հետո ազդել, բայց օրինակ հակամոնոպոլիստական ձևաչափը, որը մի քանի հոդվածներում կա, որտեղ սահմանադրական մակարդակով ասում է, որ մեր երկրի համար անթույլատրել են տնտեսական մոնոպոլիաների ստեղծումը։ Սա ենթադրում է, որ դա պիտի իջնի օրենսդրական դաշտ եւ օրենսդրությունը իսկապես պիտի հարմարեցվի այս հիմնական պահանջի կատարմանը։ Հիմա երկրորդ խնդիրը դատական իշխանության անկախացումը, որովհետեւ մեր ժողովուրդը շատ դժգոհում է Հայաստանում դատական իշխանության ենթարկվածությունից եւ ենթակայությունից մյուս ճյուղերին։ Ուրեմն, եթե սահմանադրությունը ձևաչափ արդեն ստեղծում է, այնտեղ առաջանում է արդարադատության խորհուրդ 10 հոգից կազմված, որի ձևավորումից հետո այլևս որևէ մեկը, որևէ ճնշում եւ որևէ ազդեցություն այդ խորհրդի վրա չի կարող ունենալ եւ ինքը արդարադատության խորհուրդը ձևավորում է Հայաստանի դատական իշխանությունը իր ամբողջ համակարգով։ Եթե սա միայն իրականացնենք, արդեն մի հատ մեծ պայման մեր ժողովրդի մոտ հուսահատությունը հաղթահարելու համար կկատարենք, որովհետև ի վերջո ժողովուրդը ոչ միայն գնում է տնտեսական վատ վիճակից, Հայաստանը լքում են նաև բավականին բարեկեցիկ մարդիկ։ Լքում են, որովհետև իրենք այլևս արդարության ճանապարհը, օրենքի շրջանակում իրենց իրավունքները լիարժեք պաշտպանելու ճանապարհը չեն տեսնում։ Ուրեմն այս իմաստով սահմանադրության ընդունումը կարող է իսկապես փոփոխություններ բերի, բայց երաշխիքը ով պիտի լինի, բացի ժողովրդից, ժողովուրդը ինչ ձևով պիտի երաշխավորի, որ այս փոփոխությունները կլինեն, պիտի քաղաքական կազմակերպությունները անեն։ Այ պարլամենտում մեծամասնական համակարգի վերացումը եւ կուսակցական ձևաչափի հաստատումը սա արդեն կարող է դառնալ երաշխիք, որ ի վերջո այն կուսակցությունները, որոնց ձայնը այսօր փոքր թիվ ունենալու պատճառով պարլամենտում լսելի չեն, նրանք կարողանան կանգնել այս փոփոխությունների ճանապարհին թիկունքին։ Տեսեք, սա ամենակարևորն էր, որի մասին ես մոռացա ասեմ։ Ընդդիմության իրավունքները սահմանադրությունը մի քանի հոդվածներով ամրագրում է։ Սկսած նրանից, որ ազգային ժողովի փոխխոսնակը մի հոգի պարտադիր պետք է լինի ընդդիմությունից, վերջացրած նրանով, որ ընդդիմությունը իրավունք ունի ստեղծել քննիչ հանձնաժողովներ, ընդդիմությունը իր ձայներով հնարավորություն ունի ազդել կառավարման համակարգի վրա։ Այս բոլորը, որոնք սահմանադրական նորմերով ապահոված են առաջին անգամ, իսկապես պայմաններ կարող է ստեղծել, որ փոքրամասնություն ունեցող քաղաքական ուժերը կարողանան երկրի կառավարմանը մասնակցել սահմանադրական օրենքների շրջակցով եւ ստիպված չլինեն փողոց դուրս գալ։ Որովհետեւ փողոց դուրս գալը ի վերջո Հայաստանում բերում է փակուղու։ Լուծում չի լինում։ Անունս Խաչիկ Ջանոյան է, նոր օր ռանգավարազատական կուսակցության նորորդ երնի կողմեն կուկանգոր, կողջունիմ ծեր ներգայրն ասկավոտի մեջ, բարի եք եկած։ Հարցումս հետևյալն է, մենք սպրկի մեջ շատ դեղյակ չեն սահմանադրության աստեսագետներում, դաշնակցության առաջադրածը հանրապետականներուն առաջադրածը և մյուսները։ Հիմա այս պարագայիտ չեմ գիրել, ինչ տապերություն կա դաշնակցության, հայապական դաշնակցության առաջարկած սահմանադրության գլուխներուն և հանրապետականներուն, անոնք որովհետև հաստապոր գիրք մոռած են ուսումնասիրություններում, նույնն հայապական դաշնակցությունն մեր ուսումնասիրություններ առաջարկներ տրած է։ Ինչ է տարբերությունը ձեր և հանրապետականներուն, ասիկա առաջին հարցումն է։ Երկրորդ հարցումս արդյոք Հայաստանի ժողովուրդը 25 տարի անկախության մեջ ապրել են հետո, դժվարություններում մեջ են անցնել են հետո, պատրաստ է պարլամենտարական աստել առաջարկին, որ ցույց տա քվեարկությունը։ 95 արահերորս ժողովրդին համաձայն է ձեր առաջարկած ծևին։
Ճիշտ է հասկացած Այդպես չեմ ասել, չէ։ 95% ով էր որ համաձայն Չէ, մեր առաջարկները 95%-ով ընդունվել էին։ ընդունվել Իշխանության եւ հանրապետության։ Ես կարծի ժողովրդի կողմից։ Okay, ուրեմն երկաշի հարցնես վերջացավ։ Գիտեք, ինչպես աշխատեց սահմանադիր այս գործընթացը ինչպես սկսվեց։ Ստեղծվեց նախագահի նախաձեռնություններ, ստեղծվեց սահմանադրական աշխատանքային հանձնաժողով, որը հրապարակեց սկզբունքները փոփոխությունների։ Այդ սկզբունքների ժամանակ Դաշնակցությունը ևս դրեց իր սկզբունքները եւ այդ սկզբունքների շուրջ մենք սկսեցինք խոսակցություն։ Եվ աստիճանաբար, օրինակ նախնական տարբերակում բավականին դեռևս մեծամասնական տեղերը պիտի մնային։ Ըստ առաջին տարբերակի, երբ սկսվում էր, աստիճանաբար պիտի գնային համամասնականի։ Աստիճանաբար մեր խոսակցությունների արդյունքում մենք կարողացանք հասնել նրան, որ ձևավորվեց սահմանադրության մի նախագիծ, որը պաշտպանվում է մի քանի կուսակցությունների կողմից եւ այդ նախագծում յուրաքանչյուր կուսակցություն ինչ որ տեսիլք ուներ, ինչ որ սկզբունքներ ուներ, փորձեց տեսնել եւ հասկանալ ինչ չափով է բավարարում։ Օրինակ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, որը ուներ մի քանի լուրջ հարցեր, նույն աշխատանքային գործընթացով այսօր հայտարարեց, որ իր հարցերի մի մասը բավարարված է եւ ինքը պաշտպանում է սահմանադրության նախագիծը եւ ԱՅՈ-ի քարոզարշավ կանի։ Մեր պարագային, որ սկզբից եւ այդ աշխատել ենք հանձնաժողովի հետ, մենք կարող ենք այսօր ասել, որ համարյա բոլոր սկզբունքային հարցերը, որը մենք ունեցել ենք, բոլոր սկզբունքային հարցերը սահմանադրության այս նախագիծը, որը պիտի գնա հանրաքվեի, արտացոլում է։ Մի քանի առաջարկներ ունենք ավելի սպառողական զամբյուղի ընկերային վիճակի վերաբերյալ, որոնք ես չգիտեմ, մի մաս հիմա ընդունվեց կամ կարող է չընդունվի, բայց հիմնականում դրա համար Գերագույն մարմինն ասեց, որ ըստ էության Դաշնակցության փաթեթի մեր սկզբունքային հարցերի 95% արտացոլված է սահմանադրության նախագծում։ Հիմա գիտեք, շատ լավ է, որ նաև կա ընդդիմադիր, որտեղ հիմնական օրենքի մասին է խոսքը եւ հնարավոր չի որ երկրում այսպես բոլորը ձեռք բարձրացնելով անցկացնեն այս օրենքը կլինեն քննադատություններ այդ քննադատությունների մեջ կլինի նաեւ իսկապես իրական լուրջ առաջարկություններ որոնք կարող են հետո օրենքներով փոփոխվել օրինակ նույն ընտրական օրենսգրքի եւ այլնի մասով գործընթացը ինքը միայն կպատրաստի ժողովրդին հիմա ժողովուրդը ինչպես պիտի պատրաստ լինի սա ամենակարևոր հաստատություն չունի Հիմա մեր քարոզարշավի հիմնական խնդիրը պիտի լինի ժողովրդին իսկապես համոզել, որ այս սահմանադրության քվեարկմամբ, նախագծի քվեարկմամբ, ինքը իր համար մի նոր ճանապարհ է բացելու։ Այս ճանապարհը չի կարող վտանգավոր լինել ավելի, քան եղածի պահպանումը։ Ճանապարհը նոր ճանապարհ է, ճանապարհը ունի իր մեջ շատ մեծ հնարավորություններ, մենք վստահ ենք, որ հանրապետական կառավարման Հանրապետության կառավարման այն մոդելը, որ հիմա առաջարկվում է, մեր ժողովրդի կենսամակարդակը եւ կենսափորձը թույլ է տալիս դա ունենալու։ Որովհետեւ մենք իսկապես քաղաքակիրթ այն մակարդակը ունենք եւ աշխարհասփյուր մեր վիճակով, որ կարող ենք, մենք նույնիսկ միշտ Հայաստանի նկատմամբ իմ անձնական տեսակետն է, շատ ավելի մեծ պահանջներ ենք առաջարկում, քան իրականում Հայաստանում կա։ Մենք հաճախ փորձում ենք Հայաստանում ուզում ենք տեսնել ֆրանսիական համակարգ, ֆրանսիական քաղաքակրթական մակարդակ, եվրոպական, որը լավ բան է։ Բայց դա ինչից է գալիս, որովհետև մեր համայնքներում մեր սփյուռքահայությունը նաև ապրում է ոչ միայն, ասենք, միջին արևելքում, այլ հիմնականում նաև զարգացած քաղաքակրթված այսօրվա համակարգին բնորոշ ամենաառաջավոր կառավարման համակարգ ունեցող երկրներում։ Հիմա եթե Հայաստանում այդ մոդելը որդեգրվի, լավագույն փորձը ավելի հեշտ կարող է գալ նաև Հայաստան։ Ի վերջո Մենք այն խորը համոզումն ունենք Դաշնակցությունը, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մեր երկարատև ճանապարհի առաջին լուրջ ձեռքբերումներն են։ Ոչ թե սրանք մեր վերջնական նպատակն են։ Մենք ուժեղացնելու ենք Հայաստանը, ուժեղացնելու ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ճանաչել ենք տալու, որպեսզի մեր ժողովուրդը իր երազի ճանապարհով կարողանա քայլ առ քայլ գնա։ Հիմա սա սկզբունքային դիրքորոշում է մեզ համար։ Այդ ճանապարհով գնալու համար անհրաժեշտ է, որպեսզի ժողովուրդը իր հավաքական ուժը
լիարժեք զգա, այսինքն ինքը հասկանա, որ ինքը իր երկրի կառավարման մեջ դերակատարում ունի։ Պարլամենտական կարգերը այդ դերակատարումը առավելագույնս ապահովում են։ Բոլոր այն ժողովուրդները, որոնք զգացել են իրենց ուժը եւ կառուցել են օրինակելի պետություններ, այդ ժողովուրդների մեծ մասը անցել է պարլամենտարիզմի միջոցով, հավասարակշռման միջոցով, հատկապես անկախություն կառուցող ժողովուրդները, որովհետև պետք է ժողովուրդը զգա իր ուժը, իսկ պարլամենտական ձևաչափը հնարավորություն է տալիս, որ ժողովուրդը իր ուժը զգա։ Ես ես Տեր-Մեսրոպյան Իրանահայ գույության օրգանի պատասխանատու։ Ուրեմն նոր սահմանադրության մեջ որևէ ակնարկ, որևէ իշատակում, որևէ կետ դրված է Սփյուռքի հայության համար, Սփյուռքի հայության մասնակցության համար։ Իսկ հայ հավաքական դաշնակցությունը արդյոք կողմնակից է, որ 7 միլիոն Սփյուռքում ապրող հայերը մեր ազգային խորհրդարանում պատգամավորներ ունենան։ Ինչ է կարծիքը դաշնակցության։ Ինչ է նշված Սփյուռքի հայության մասին, արդյոք որևէ կետ, որևէ ակնարկ կա, ոչ։ Սահմանադրությունը երկրի հիմնական օրենքն է եւ ձեր ասած հիմնահարցը ամենակարևոր խնդիրներից մեկն է։ Մենք մի հատ մեծ հաջողություն անցյալ սահմանադրության ժամանակ արձանագրեցինք, երբ փոփոխություններ ընդունեցինք։ Դա երկքաղաքացիության արգելքի վերացումն էր սահմանադրության մեջ։ Ըստ էության դաշնակցության առաջարկով, երբ ձևավորվեց երկքաղաքացիության արգելքը վերացնող դրույթը, որտեղ նախկին 95 թվականի սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունում արգելված էր երկքաղաքացիությունը։ Մեծագույն փոփոխություն էր երկքաղաքացիության նորմի թույլատրումը, որը նշանակում է, որ այլևս ցանկացած հայ կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության քաղաքացի առանց հրաժարվելու իր երկրի քաղաքացիությունից։ Սրանից ավելի մեծ նորմ երկրի կյանքում սփյուռքահայությանը մասնակից դարձնելու չկա։ Բոլոր երկրները, ովքեր ունեն սփյուռք եւ ովքեր ունեն երկքաղաքացիության համակարգը, դրանով պաստորեն ընդունում են հիմնական իրավունքը։ Երկրորդ կարևոր հարցը, օրինակ, սփյուռքում արդեն տեխնիկական է։ Մենք օրինակ այս սահմանադրության նախագծում առաջարկել էինք, որպեսզի Հայաստանի Հանրապետության նախագահը նոր նախագահը, որը պիտի ընտրվի պարլամենտով, ընտրվեր ոչ միայն պարլամենտում, այլ ընտրվեր ընտրիչների կողմից։ Եվ մտածում ենք, որ այդ ընտրիչների մեջ կլինեն նաև սփյուռքահայության ներկայացուցիչները, որոնք կգան կընտրեն հանրապետության նախագահ։ Եվ կանգնեցինք շատ, հիմա այդ առաջարկը դուրս բերվեց, հանվեց, որովհետև կանգնեցինք մի փաստի առջև, որ չունենք մեխանիզմը, թե սփյուռքը ինչպես պիտի ընտրի իր ներկայացուցիչները, ինչ ձևաչափով պիտի ընտրի իր ներկայացուցիչները, որոնք գան եւ Հայաստանում ներկայացնեն սփյուռքը։ Սա շատ կարևոր հիմնահարց է։ Սփյուռքում չի ձևավորված մի մեխանիզմ, որը հնարավորություն կտա, որպեսզի սփյուռքահայությունը կարողանա ընտրել իր ներկայացուցիչներին։ Հայաստանում որպես սփյուռքահայություն մասնակցելու համար Հայաստանի պետական շինարարությանը, որպես անհատներ ճանապարհը բաց է, որպես կուսակցություններ ճանապարհը բաց է, բայց որպես քաղաքական միավոր սփյուռքը դեռևս մենք չենք կարողացել ձևաչափը գտնենք, թե ինչպես պիտի ընտրություն անի սփյուռքը, ինչպես պիտի падգամավոր ընտրի։ Օրինակ, ասենք Հայաստանի Հանրապետությունում նա պետք է ներկայացնեն սփյուռքը, ասենք 20 падգամավորներ կամ 20 ներկայացուցիչներ, ինչ ձևաչափով պիտի սփյուռքահայությունը այդ 20 հոգուն ընտրի։ Սա հայրենիք սփյուռք խորհրդաժողովների առաջի օրվանից հիմնական հարց է։ Եվ երբ որ այս ձևաչափը դեռ չենք գտել, սահմանադրության մեջ նման բան գրելը կամ հոդված գրելը նշանակում է դա դատապարտել չգոյության։ Բայց արգելքները հանված են սահմանադրությունից եւ ես կարծում եմ, որ այս վերջի ցեղասպանության 100-ամյակի հանձնախումբը իր լավ աշխատանքով շատ մոտեցավ ինչ որ ձևաչափի որոնմանը։ Հիմա եթե կարողանան մեր ավանդական կուսակցությունները, ազգային միությունները, ազգային իշխանությունները մի ձևաչափ գտնեն, որով կկարողանանք մենք նաև ստանալ սփյուռքի իբրև քաղաքական միավորի լեգիտիմ
ընտրություն, սա միանշանակ Հայաստանն էլ շատ կուժեղացնի, Սփյուռքին էլ հնարավորություն կտա իր ուժը զգալու։ Այսօր ցավոք սրտի դեռ այդ ճանապարհին ենք։ Մեզ համար դա շատ կարևոր հիմնահարց է։ Պարոն Մկրտչյան, եթե այսօր Հայաստանի առջև դրված դնել աշխարհի ամենազարգացած երկրի սահմանադրությունը, պարլամենտական զարգացած երկրի սահմանադրությունը, ունենալով այսօրվա քաղաքական դաշտը, այնինչ փուլ է, շատ լավ նկարագրեցիք ձեր խոսքում, որպես էլ գիտենք։ Ինչ պիտի փոխվի Հայաստանում, երբ նույն դերակատարները պիտի այդ նույն սահմանադրությամբ, նոր սահմանադրությամբ աշխատեն, որը կարծում եմ շատ կարևոր է, բոլորս էլ հասկանում ենք, մի քանի տասնյակ անձնավորություններ 25 տարի քաղաքական դաշտը զավթել են եւ ժամանակ առ ժամանակ կուսակցությունից կուսակցություն ցածոտելով անում են այն ինչ որ այսօր արեցին։ Չհաշված փոքր բացառությունները, որոնք պահել են իրենց սկզբունքայնությունը սկզբից մինչև վերջ։ Հիմա եթե այդ աշխարհի լավագույն երկրի սահմանադրությունը բավականից ուժի մեջ լինի, ինչ արդյոք պիտի փոխվի Հայաստանում, եթե նույն դերակատարները խաղանացած։ Սա մեկ։ Երկրորդը, պարոնը իմ հարցը մասամբ տվեց, ես պետք է հարցը այդտեղից սկսեի Սփյուռքի մասին։ 2003 թվականի նախագահական ընտրություններին այստեղ Սփյուռքում Հայաստանի քաղաքացիները մասնակցեցին ընտրություններին, որը եղավ առաջին եւ վերջին ընտրությունը։ Ինչու՞, որովհետեւ ժողովրդի ներկայացուցիչը կարևոր չի ով էր։ Շահեց ձայների 93%-ը, գործող նախագահ կարևոր չի ով էր, ընդամենը 7%։ Ուրեմն եթե Հայաստանում իրոք լուրջ մտածում են Սփյուռքի մասին, որի միջավայրից 2/3-ն համայնայության, միգուցե ավել։ Ուրեմն պիտի վերականգնվի ընտրողների ընտրական իրավունքը։ Հենց այդ հանրակրվեին պիտի Սփյուռքը մասնակցի։ Միգուցե դրանից հետո Սփյուռքը Սփյուռք կուսակցությունով միգուցե մեծամասնություն լինի ապակա պարլամենտում։ Հնարավոր չէ, եթե մի ազգի 2/3 դրսում են ապրում եւ ներսում նույն մականունավորները պիտի նորից աթոռներից զբաղեցնեն, մարդկային ամենապարզ տրամաբանությամբ հնարավոր է որ տեղերը փոխվեն։ Ուրեմն եկեք հենց այդտեղից սկսենք, փորձեք դուք դաշնակցության միջոցով այդ հարցը բարձրացնել, որ այս ընտրություններից սկսած վերականգնվի Հայաստանի քաղաքացիների ընտրելու իրավունքը, միգուցե այդտեղից սկսվի հայրենիք Սփյուռք կոալիցիան։ Հենց դա առաջի քայլը միգուցե լինի։ Շնորհակալություն։ Երկու հարցն էլ բավականին հասունացած է, Հայաստանում էլ այդ հարցերը տրվում են։ Տեսեք, իսկապես խնդիրը հետևյալն է։ Մենք կարող ենք ամենալավ փաստաթուղթ ընդունել, բայց եթե երկիրը պատրաստ չի դրան եւ հասարակությունը պատրաստ չի, բնականաբար մենք առանձնապես արդյունքի չենք հասնի։ Սա հետևյալն է, մենք պիտի խոսենք ոչ միայն սահմանադրության մասին, այլ սահմանադրականության մասին։ Սահմանադրականությունը սահմանադրության կիրառելիության աստիճանն է։ Այսինքն այսօրվա սահմանադրությունն էլ եթե ամբողջությամբ կիրառվեր այս 20 տարիների ընթացքում բավականին լավ արդյունքներ կկարողանար լինել, բայց նոր ձևավորվող պետություններում, բոլոր պետություններում, հատկապես խորհրդային միության հետո առաջացած համակարգերում, սա կարևորագույն խնդիրներից մեկն է, ինչպես անել, որպեսզի հասարակությունը 20 տարիների ընթացքում արագ կերպով անցնի հասունության այն աստիճանը, որը մյուս երկրներն անցել են 100-150 տարիների ընթացքում։ Դա իսկապես դժվարին խնդիր է։ Սա կապել 15, 20, 30 հոգու անվան հետ ճիշտ չի, որովհետև 25 տարվա փորձը եւ 3 նախագահներ են ունեցել, ցույց տվեց, որ խնդիրները ըստ էության բոլոր 3 այդ շրջաններում էլ հիմնականում նույնն են։ Ուրեմն դրա համար մենք գտնում ենք, որ խնդիրը հետևյալն է, որ պետք է պայման ստեղծել, որպեսզի ձեր ասած փոփոխությունները առաջանան։ Այսօրվա սահմանադրությունը, երբ որ ամբողջ իշխանությունը կենտրոնացնում է մեկ ինստիտուտի շուրջը, կապ չունի ով է, այլ մի ինստիտուտ ունի համարյա բացարձակ իշխանություն Հայաստանի Հանրապետությունում։ Նախագահը եւ գլխավոր գերագույն հրամանատար է, եւ ազդում է դատական իշխանության վրա, եւ օրենսդիր իշխանության վրա, այսինքն այսպիսի մեծ իրավունքներ փոքր երկրում ավանդույթ չունեցող, ժողովրդավարական ավանդույթ չունեցող երկրում դնել մի ինստիտուտի ձեռքը, ինչ որ արդյունքներ տվեց պաշտպանության բնագավառում, պատերազմի իմաստով, բայց բերեց շատ բացասական հետևանքների երկրի տնտեսության եւ մյուս բնագավառներում։ Հիմա բավականին ճանապարհ անցնելուց հետո մենք գտնում ենք, որ այո, պետք է սկսել փոփոխությունը, բայց պիտի սկսել նախ եւ առաջ այդ բացարձակ մեկ
պաշտոնում կենտրոնացված իշխանությունը հավասարակշռելուց եւ ցրելուց։ Սա է պարլամենտական համակարգի էությունը։ Չգիտեմ, ինչքանով կարողացա պատասխանեմ հարցին։ Այսինքն հակառակ պարագային ինչ ենք ասում ենք թող մնա պայմանը մեկ բացարձակ իշխանության, սպասենք մինչև կգա բարի թագավոր, հա, որը ինքը իր իշխանությունը կամավոր կցրի եւ լավ կօգտվի դրանից, բայց իրականության մեջ շատ ավելի լավ է որպեսզի պետական այնպիսի համակարգ կառուցենք, որը ինքը իր մեջ արդեն հավասարակշռի դա, որ հնարավորություն չտա պաշտոնյային, հիմա ասենք Միացյալ Նահանգների նախագահան իր անհատական կարողություններով շատ ընդունակ լինի, թե շատ քիչ լինի, դրա չափանիշը քիչ է, որ կարող է ազդել երկրի ճակատագրական հարցերի վրա, որովհետև համակարգը ձևավորված։ Այդ համակարգի ձևավորումը շատ կարևոր է Հայաստանում։ Երբ փոքր երկրում ամբողջական, որը արդեն ավանդույթներ չունի, ամբողջական իշխանությունը կենտրոնացված է, սա բերում է իր հետ բնականաբար բացասական որոշակի հետևանքների։ Հիմա պատկերացրեք մյուս դաշտը, որը մեզ համար մի քիչ մամուլով էլ խոսելու խնդրեի մի քիչ ավելի բանով անենք։ Երկիրը անընդհատ ենթակա է արտաքին ճնշման։ Արտաքին ճնշումների պարագային բացարձակ իշխանության մեկ անձի վրա շատ ավելի մեծ ճնշում է իջնում, քան եթե պարլամենտական համակարգ եւ այդ ճնշումը ցրվում է։ Սա եւս պիտի հաշվի առնենք մեր երկրի ապագայի մասին խոսելիս։ Շատ անկեղծ է։ Եվ այստեղ գալիս է ձեր հարցի երկրորդ մասը։ Այսինքն Հայաստանի Հանրապետության համար, որպես այդպիսին, մեր շարունակության համար, մենք ինչ ենք ուզում, որպեսզի հավասարակշռված, ցրված, համակարգված համակարգ լինի, որը կկարողանա այդ հարցերին պահանջի, թե լինի կենտրոնացված մի կենտրոն, որտեղ օրինակ գրիչի մի հարվածով որևէ մարդ ցանկացած խնդիր կարող է լուծել, եւ ըստ դա էլ գիտեն եւ դուրսը եւ ներսը։ Թե լինի ավելի վերահսկելի եւ ավելի հաշվետու համակարգ իշխանության։ Սրա մասին է խոսքը ավելի որպես այդպիսին։ Ամբողջ խնդիրը նրանում է, որ եթե հանրաքվեին չի մասնակցում հանրությունը, դա արդեն հանրաքվե չի։ Այդտեղից է, հենց սխալը տեղից է սկսվում։ Հանրաքվեի հաջորդ օրը մենք դա կզգանք։ Հանրաքվե անունը ինքնին ասում է, որ հանրությունը պիտի մասնակցի։ Եթե հանրության երրորդը դրսում է ապրում։ Հիմա ես ձեր երկրորդ հարցին դեռ կպատասխանեմ տեսեք առաժողովության միտով Հայաստանի քաղաքացիները եթե հանրաքվեին չեն մասնակցում, արդեն հանրաքվե չի։ Հիմա ես հաջորդ օրը մենք կզգանք դրա։ Տեսեք, դուք հա, ես երկրորդ հատվածին եմ ուզում ասնել։ Տեսեք, հանրաքվեի օրենքը այս նոր սահմանադրությամբ արմատապես փոխված է։ Նայեք, այսօր հանրաքվեի անցնելու մեխանիզմը այս մեր ներկա գործող սահմանադրությունը շատ հստակ տալիս է ինչպես է։ Այս սահմանադրության մեջ շատ հետաքրքիր նորմ կա։ 30,000 ստորագրություն եթե հավաքվեց, իսկ Հայաստանի համար 30,000 ստորագրություն հավաքելը լուրջ հարցերի շուրջ պրոբլեմ չի։ Հարցը հանրաքվեի պահանջը ուղիղ մտնում է պարլամենտ։ Եթե պարլամենտում այդ հարցը մերժվեց, հանրաքվեի դնելու 30,000 ստորագրությունը դառնում է 300,000 եւ հարցը ավտոմատ մտնում է հանրաքվեի։ Այսինքն ժողովուրդը հնարավորություն ունի երկրի կյանքի վերաբերյալ լինի արտաքին քաղաքական, լինի ներքին, լինի ասենք ինչ հարց ուզում եք լինի 300,000 ստորագրություն ավտոմատ տանում է հանրաքվեի։ Սա ուղիղ ժողովրդավարություն է, որը իսկապես շատ բան է փոխելու մեր երկրի կյանքում։ Հիմա ձեր պարագային, այսինքն տեսեք, երկու սփյուռք ունեցող, շատ մեծ սփյուռք ունեցող եւ քաղաքացիներ ունեցող երկրները երկու ճանապարհով են գնացել։ Մեր սահմանադրության, դա սահմանադրության խնդիր չի, դա օրենսդրության խնդիր է։ Ես անձնական իմ տեսակետն է, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է քաղաքացիներ իրավունք ունենան դեսպանատներում այնուհանդերձ քվեարկեն։ Բայց օրինակ Լիբանանի համակարգը այնպիսին է, որ պետք է գաս հողի վրա եւ քվեարկես։ Ինչու են Լիբանանը եւ մյուս երկրները այս ձևաչափը ընդունել, որովհետեւ երբ մեծ քանակությունը բնակչության դրսում է եւ դրսում լինելով դուք միայն Միացյալ Նահանգներով նայեք, դուք նաեւ Ռուսաստանում եւ դրսում բնակվող բնակչության քվեարկությունը շատ ավելի այդ երկրների համար հեշտ է կազմակերպելը։ Այդ երկրները կարող են հնարավորություն ունենալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին քվեարկության բերելով թվականակ ապահովել եւ ազդել տվյալ երկրի ներքին կյանքին։
Դրա համար այն երկրները, որտեղ համակարգը թույլ է, Լիբանան եւ մյուս տեղերը, իրենց ապահովագրելու համար պահանջում են, որպեսզի քաղաքացիների իրավունքը չի զրկվում, բայց գան եւ իրենց հողի վրա քվեարկեն։ Դրա համար երբեմն նույնիսկ երկրներ կան, որ կազմակերպում են իրենց հայրենակիցների ընտրությունների ժամանակ տեղափոխությունը երկիր քվեարկություն անելու համար։ Այսինքն դուք միայն Միացյալ Նահանգների կտրվածքով մի նայեք, դուք նայեք, որ մենք կարող է ունենանք 100,000-ավոր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, որոնք տոտալիտար երկրում ապրեն եւ այդ երկրի իշխանությունները կարողանան ազդել Հայաստանի քաղաքական համակարգի ձևավորմանը, կազմակերպելով դրսում քվեարկությունները։ Հիմա որ խնդիրը կա եւ այս երկուսի մեջ պետքա ճանապարհը գտնել, ես միանշանակ ձեզ հետ համաձայն եմ, որովհետեւ նաեւ այն, որ մենք չոր դրել ենք եւ ասենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիները չեն կարողանում այսօր իրենց դրսում ապրելով իրենց սահմանադրական իրավունքը, քաղաքացիական իրավունքը կիրառել, սա միանշանակ դուք ճիշտ եք։ Բայց վտանգը, երբ որ դա ընդունվեց համապատասխան օրենքում, այս վտանգը նույնպես կա։ Հիմա ձևաչափ կարելի է անել եւ այդ ձևաչափը արդեն սահմանադրության նորմ չի, դա արդեն ընտրությունների վերաբերյալ օրենքում կարելի է անել, որովհետեւ սահմանադրությունը արգելք չունի։ Եվ այս սահմանադրությունը եւ մեր ներկա գործող սահմանադրությունում չկա արգելք։ Արգելքը ընտրությունների մասին օրենքում է։ Համլետ Ներսիսյան, Հայտուն Հերոստաժան, հարգարժան պարոն Մկրտչյան, Սամոտ լինելով ձեր մասնագիտությանը, ընդունեք իմ խորին հարգանքները ձեր մասնագիտության նկատմամբ եւ ձեր գործունեությանը։ Ուրեմն, քան որ պատմաբան եք, շատ լավ գիտեք, որ հայ ժողովուրդը հազարավոր տարիներ ունեցել է ազգային խորհրդի, ազգային ժողովի ձևաչափը։ Նույնիսկ ազգային ժողովը թագավոր է ընտրել։ Ինչպես իրենք դառնակին ասում են, ձայն բացմած, ձայն Աստծո։ Այս ամենը մենք գիտենք, ուսումնասիրել ենք, շատերը գիտեն, այդ բոլորը լավ է, պարլամենտական համակարգը այսօր աշխարհի լավագույնն է, խոսք չկա, ես նախագահ կամ թագավոր չեմ ընդունում, բայց եթե պիտի մենք նայենք այսօրվա մեր վիճակին, կներեք, որ քիչ երկար ստացվել, ուղղակի ստիպված է, պետք է հիշենք պատմական փաստերը, գնանք 1500 թվական Իտալիա, Ֆլորենս քաղաք եւ Մաքիավելին ինչ էր ասում, Նիկոլո Մաքիավելին, ասում էր մարդիկ հարստություն են կուտակում, որ հասնեն իշխանության, հենց ասում են իշխանության, աշխատում են կուտակած հարստությունը ապահովագրել, փրկել։ Հիմա նույն վիճակը Երևանում է։ Որն է ձեր կուսակցության այն գաղտնիքը, որը մենք չգիտենք, որ չասացիք, որը կերաշխավորի, որ նախագահական ներողություն պարլամենտական ընտրությունների համակարգի անցնելուց հետո դուք որպես բազմափորձ կուսակցություն կկարողանաք այնպիսի ճիշտ ընտրություններ իրականացնել եւ ապահովել, որ ժողովուրդը վստահորեն կգա եւ կմասնակցի ընտրություններին եւ հույս ունենա, որ ճիշտ ձայն է տվել եւ ճիշտ տեղն է հասել ձայնը եւ իր ձայնը հաշվել են, որ Սերժևը չի կարակել ձայները եւ դուք այդ միջոցով կհասնեք պարլամենտի մեջ մեծամասնության եւ ի վերջո կհասնեք մեր բոլորի երազանքին, այսինքն ազատ արդար ընտրություններ եւ խորհրդարանական համակարգի արդյունքի ժողովրդի ձայնը հաշվի կառնվի։ Որն է ձեր գաղտնիքը։ Եթե այդ կարողանային անեինք միջև հիմա եւ այդ գաղտնիք չէր լինի եւ կիրականանար։ Իրականությունը մի քիչ ավելի բարդ է եւ եթե նայենք նախկին խորհրդային միության երկրները, բացառյալ Մերձ Բալտիկայի, ըստ էության բոլոր երկրներում գոյություն ունի կառավարման խնդրեմ։ Եվ բոլոր երկրներում գոյություն ունի դժգոհության որոշակի աստիճան։ Հիմա այդ դժգոհության մի զանգվածը օբյեկտիվ է, որտեղ երկիր քանդվեց մեծ պետություն եւ հատկապես մեր համար մենք ունենք նվաճումներ, որոնք անխուսափելիորեն ազդում են մեր վիճակի վատացման իմաստով, ժողովրդի վատացման իմաստով։ Այսինքն եթե մենք փոքր երկրում պահում ենք բանակ եւ այս բանակը թվականակի համեմատությամբ Հայաստանը դարձնում է ամենասպառազինված եւ մարտունակ չէ երկրներին, ըստ էության դա մեծագույն ծախս է։ Եվ դա գնում է նույն, ասենք, ժողովրդի չէ համար նախատեսված երկրի սոցիալական վիճակից նախատեսված պայմաններով։ Այսինքն օբյեկտիվ կամ շրջափակումը, երբ մենք հարևան երկու երկրների կողմից այնպես ենք շրջափակված, որ Հայաստան մտնող եւ դուրս եկող ապրանքը մեխանիկորեն 25% հանգարում է իր հարևաններից։ Սա մեզ բերում է վատ մրցակցության։
Բայց դրանից բացի ժողովուրդը սկսում է դժգոհել մյուս խնդրից, այն մյուս հատվածից, որը կարող է ծավալի իմաստով ավելի փոքր է, բայց զգացական է եւ ազդում է անարդարությունից, օրենքի առջև հավասարության սկզբունքի կիրառումից։ Այստեղ արդեն հասարակությունը պետք է քայլ առ քայլ գնա այս ճանապարհով։ Հիմա ինչպես պիտի դրան հասնես, ինչ ձևաչափով հասնես, մեր խորին համոզմամբ, երբ որ մենք դաշնակցությունը օրինակ Արմեն Ռոստոմյանը սրանից 3-4 տարի առաջ, երբ որ ընդդիմություն էր, չէ, դաշնակցությունը ասաց, որ մենք համակարգային փոփոխությունների կողմնակից ենք, ոչ թե անմիջական իշխանափոխություն, որտեղ իշխանափոխությունը այս 20-25 տարիները ցույց տվեցին, որ տարբեր քաղաքական ուժեր եւ քաղաքական դեմքեր են եկել Հայաստանում։ Պրոբլեմները մնացել են։ Ոչ, առաջին նախագահի եւ ներկա նախագահի թիմերը նույնը չէին։ Չէ, այսինքն նայեք, այսինքն խնդիրն ավելի խորքային է։ Խնդիրը հետեւյալն է, որ երկրում կառավարման համակարգի մեջ հնարավորություն է տալիս քաղաքական եւ տնտեսական մոնոպոլիաների առաջացմանը։ Եթե մենք այդպես ենք մտնում, եթե կառավարման համակարգը ծրվի եւ պայմանները լինեն հավասարակշռված, քայլ առ քայլ այս երևույթները նույնպես կարող են։ Տեսեք, օրինակ ես ձեզ հասարակ ձևաչափով կոնկրետ ընտրությունների մեխանիզմով ասեմ։ Այսօր, երբ որ շատ գյուղապետներ նույն ասենք ընտրությունները կեղծում են, ինչու են կեղծում։ Ասենք պարլամենտական ընտրությունները, գյուղապետը չի ուզում, որ անպայման պետքա տա։ Գյուղապետը կեղծում է, որովհետև հետո գիտի, որ կենտրոնացված ուժեղ իշխանությունը կպաջի, եթե չկեղծվի։ Վաղը եթե պիտի լինի ընտրություններ կուսակցական եւ այլևս չկա նախագահի ինստիտուտը, գյուղապետը ինչու պիտի շատ շահագրգռված լինի մի ուղղությամբ կեղծումներ անելու։ Գյուղապետը ավելի շահագրգռված կլինի բոլոր կուսակցությունները աշխատեն, որպեսզի ինքը իր խնդիրները լուծի եւ ամեն պարագային մնա գյուղապետ, որովհետեւ մեր գյուղերում արդեն այդ ընտրական, ասենք մեր գյուղերը Ֆրանսիա չեն։ Գյուղերում կան ընտանիքներ, գյուղապետը ունի ազդեցություն եւ այդ ընտանիքներից առաջնորդը ոնց ասեց պիտի քվեարկեք, այդ ամբողջ ընտանիքը այդպես էլ քվեարկում է։ Այսինքն այս ձևաչափն է, չէ՞ ընտրության, անկախ այդ գումար պատտվելուց կամ չպատտվելուց։ Ուրեմն մարդիկ իրենց համոզմունքների համար կարող են քվեարկել։ Հիմա դաշնակցությանը շատ համակիրներ ունենք տրադիցիոն մեր շրջաններում, ասենք Թալինի շրջան եւ այլն եւ այլն։ Բայց շատ գյուղապետներ սկսում են մտածել, որ եթե ժողովրդին թույլատրեցին գնաց իր քվեարկությանը այս ձևաչափով, հետո պատասխան պիտի լինի, թե ինչու օրինակ կառավարող կամ ուժեղ կուսակցությունը այսքան ձայն չհավաքեց։ Հիմա, երբ որ արդեն օրինակ հավասարակշռվում է եւ պարլամենտական է երկիրը, արդեն այս մի մեծ վախի սկզբունքը դուրս կգա, չէ՞, ընտրությունների մեջ։ Այսինքն քայլ առ քայլ ճանապարհը կարևոր է։ Հետո երկրորդը տեսեք այսօր ընտրության կեղծիքի համար, ընտրական կեղծիքի համար, որևէ կոնկրետ մարմին պատասխան չի տալիս։ Սահմանադրությունը առաջի անգամ այս նախագիծը ընտրական մարմնին տալիս է եւ լիազորություն եւ անմիջական ընտրությունների պատասխանատվությունը դնում է նրա վրա սահմանադրական հոդվածով։ Այսինքն ոչ թե կեղծիքը բռնելու ժամանակ պետք է ուղարկես ոստիկանությունը գա, հետո անեն, չանեն, ընտրությունը անցնի գնա, այլ ինքը հենց տեղում ընտրական հանձնաժողովը իրավունք ունի կիրառել իր ուժը։ Այսինքն սա սահմանադրական նորմ է, այսինքն եւ միաժամանակ ժողովուրդն էլ գիտի ումից պահանջի։ Հիմա ամեն պաշտոնյա արդեն երբ որ իր պատասխանատվության վրա գալիս է ուղիղ, ինքը քայլը կատարելուց առաջ մի քանի անգամ կմտածի, որովհետև իրեն արդեն պահող եւ իրեն քողարկող հաստատությունը վերանում է։ Սա է ճանապարհը, ուրիշ ճանապարհ այսպես չկա, որովհետև մի գիտեք, մի քիչ մենք շատ ենք ուզում, բայց ընդամենը 20 տարի անկախություններ նույն պատմաբան որպես շատ կարճ ժամանակ է այս բանով ակնթարթ է լինելու։ Գիտեք, ինչ ուղղակի ինչ ասում են կոմունիստական տարիներն, ասում են Մայակովսկին հավերասում, չէ, это светлое будущее всего человечества։ Այս ամեն ինչին նայելուց այդ գաղափարները ծրագրերը այնքան գեղեցիկ են, այնքան խոստումնալից են, որ քիչ ժամանում արկեսի ուրախությունից լաց լինես։ Բայց իրականում պիտի կարողանանք այս հանրապետականներից ազատվել։ Սա է խնդիրը։ Նայեք, այսինքն եթե այսպես ասենք, ի՞նչ է դա, որովհետև եթե գաղափարական հենք ունեցող կազմակերպությունը թող գոյություն ունենա, Հայաստանում թող բազմակարծություն լինի, բայց եթե իշխանության կամ շահի շուրջ համախմբված մի մարդու շուրջ կամ մեկի, ասենք, մյուս կուսակցություններին էլ է վերաբերվում, ուրեմն մենք պիտի կարողանանք այնպես անենք, որ այդ նույն կուսակցությունների ձևաչափը փոխվի։
որ կուսակցությունները գաղափարական հենքի մեջ մտնեն պայքարում։ Եվ տեսեք, ամեն ժողովուրդ ինչ որ ձևով սա լուծում է։ Հիմա մենք գտնվում ենք ամենաժողովրդավար երկրներից մեկում, Միացյալ Նահանգներում։ Ինչ ձևաչափ են ընտրել։ Երկու կուսակցական համակարգ է, մեր մոտ ընտրակաշարք են բաժանում, այս կարող է շատ անգրագետ բան եմ ասում։ Այստեղ էլ բանկային հաշիվ են բացում, ասում են ձեր ուղարկեք այդ մարդու նախընտրական պայքար շարժման։ Սկսում է, որովհետև աշխարհում կամ ասենք մեկ էլ պարզվեց Սարկոզին իր հիմնական նախընտրական ամբողջ ծավալը ստացել էր Քադաֆից։ Այսինքն խոսքը վերաբերվում է ուրիշ բանի, խոսքը վերաբերվում է, որպեսզի կարողանաս ձևավորես երկրում համակարգ, որը ժողովրդի լայն զանգվածին բերի բավարարվածություն։ Ժողովուրդը կարողանա հասկանալ, որ ինքը դերակատար է իր երկրի կառավարմանը։ Ինքը կարող է դատարանում իր իրավունքը պաշտպանել, ինչպես էստեղ է։ Ինքը կարող է դիմել միտեղ, որտեղ ակնկալի ինչ որ արդյունք։ Սա է ճանապարհը, որը պիտի անցնենք։ Եթե այդ օրերին դաշնակցությունը զգա, որ անցյալի դարը իրականության պես անհամ բաներ են տեղի ունենում, բացահայտ կեղծիքներ, թիվ խփոցիներ, բացահայտ ձևով։ Այդ բային հրաժարվել դուք շարունակեք մտնել։ Տեսեք, մենք հատուկ այս հարցը քննարկել են։ Ես հիմա մարմնի անդամ չեմ, բայց հատուկ նշվել է, որ մեզ համար, քանի որ մենք հիմա հանրապետականի հետ միասին պիտի գնանք այոյի, չէ՞, տարբեր բարգավաճ բոլոր այո են ասում։ Մեզ համար շատ սկզբունքային է, որպեսզի այս ընտրությունները լինեն իսկապես լեգիտիմ։ Եթե սահմանադրության ընդունման հետ կապված եղավ կասկած, ոնց որ բոլոր ընտրությունների վրա եղել է, մնացած ամբողջ գործընթացը կասկածի տակ է լինելու։ Որոշում կայացել եք այդ բանի։ Անպայման, մենք ամեն ինչ անելու ենք, մենք գտնում ենք, օրինակ տեսեք, հիմա հանրաքվեի համակարգը ինքը բավականին հեշտ է։ Պետք է մասնակցի 25% թե 35% չեմ հիշում, եւ դրա 50%-ը եթե այո ասեց, հանրաքվեն համարվում է կայացած։ Այսինքն մենք իսկապես համոզված ենք, որ ժողովրդի հետ աշխատելով կարելի է բերել։ Կարիք չկա, եթե 51%-ն է ժողովրդի գալու։ Ուրեմն թող ժողովրդի 51%-ը գա, ուրեմն այդքանով է այս հարցը հետաքրքրում։ Կարիք չկա, որ դարձնենք 80%, 70%, չգիտեմ ինչ, որովհետև հետո մարդիկ փոքր երկիր է, արդեն եթե հիմնական օրենքի ընդունումներ դնակ կասկածի տակ, մնացած բոլոր այդ օրենքից բխող լավ քայլերներ կասկածի տակ են լինելու։ Մեզ համար սա շատ սկզբունքային է, որպեսզի իսկապես այս հանրաքվեն որևէ մեկի մոտ կասկած չառաջացնի, որ ընթացել է նորմալ, ազնիվ ձևաչափով։ Եվ մեր քարոզարշավում սա հիմնական տեղ է գրավելու։ Մենք այսինքն, եթե գյուղի 30%-ը կամ 50%-ը պիտի գան հանրաքվեի, то 50%-ը գան։ Բայց կարիք չկա նկարելու դարձնել 80-90%, որպեսզի դրա վրա էլ նաև գնա մյուս լեգիտիմության հարցը արդեն անցնող։ Թող հանրաքվեն անցնի փոքր ձայնով, եթե պիտի անցնի։ Եթե չպիտի անցնի, թող չանցնի։ Այսինքն, բայց մենք պիտի հասկանանք, որ վերջիվերջո երկրի հիմնական օրենքը չի կարելի անցկացնել կասկածանքի տակ։ Սա կարևոր հարց է, հենց քարոզչության իմաստով կարևոր է։ Կասկածի դա, որ մեր հայրենիքի մեջ բազմաթիվ դժվարություններ կան եւ այս սահմանադրության փոփոխությունը լուծումները մեկն է, որ հարցերը դժգոհ լուծվի։ Բայց ինչու այս տարիներում, այս վերջի 2-3 տարիներում սահմանադրության փոփոխությունը անհրաժեշտ նկատվեցավ։ Գիտեմ, որ սա աշխատանքը դարձի, որ երկիրը բարելավելու համար, օրենքները ամրացնելու համար, բայց ինչու այս վերջի 2-3 տարիներում ասկան հրադավ հարց է սահմանադրության փոփոխությունը։ Տեսեք, շատ կարևոր եւ հիմնական հարց եք տալիս։ Մենք օրինակ սկսեցինք աշխատել իբրև ընդդիմություն մեր կուսակցության համար։ Այդ արձանագրություններից հետո, երբ Դաշնակցությունը դուրս եկավ կոալիցիայից եւ սկսեցինք աշխատել ընդդիմություն։ Եվ շատ կարճ ժամանակում պարզ դարձավ, որ երկրում, եթե հիմնական օրենքը չփոխենք, ձևաչափը չփոխենք, կոսմետիկ ձևով որևէ մեծ փոփոխություն անել հնարավոր չի։ Այսինքն մեզ համար դա դարձավ համոզում։ Իշխանության համար ինչու իրենք, օրինակ հանրապետության նախագահը ինչու հանգեց այս եզրակացությանը եւ ինչու պիտի փոխի, երևի իրենք կպատասխանեն, բայց իմ բացատրությունը անձնական հետեւյալումն է, որ իսկապես երկրում նկատվում է կառավարման համակարգի ճգնաժամ։
Այսինքն նույն այս արտագաղթը, ժողովրդի մոտ հուսահատության զգացումը, ընդհանուր անտարբերությունը հասարակության, ընտրությունից ընտրություն մարդիկ չեն հետաքրքրվում, այս ամենը լուրջ նշաններ են, որ երկրում կառավարումը դժվարանում է։ Ի վերջո կառավարման համար պատասխանատու ցանկացած ուժ պիտի մտածի, թե ինչու է կառավարումը բարդանում։ Սա է, բայց մեր պարագային, դաշնակցության պարագային, սա այդ փորձը առաջացավ առաջի 2-3 ամիսների ընթացքում, երբ մենք փորձեցինք որպես ընդդիմություն գործընթացներ սկսել, եւ քանի որ մեր ձայները շատ քիչ էր պարլամենտում, մենք պատասխանատու քաղաքական ուժ էինք, հասկանում ենք, որ երբ ժողովրդին փողոց հանելով խնդիր չի լուծվում, եւ տեսանք, թե ընդդիմությունը ինչպես չի կարողանում ազդել կառավարման համակարգին, մեր մոտ աստիճանաբար եղավ այն համոզումը, որ մեր սկզբնական 90, 91, 92 թվականների դիրքորոշումը, որ կառավարման համակարգում պետք է փոփոխություն անել, ձևակերպվեց որպես արմատական կամ որակական փոփոխությունների պահանջ, որ երկիրը պետք է ունենա համակարգային փոփոխություն։ Արդեն մենք ընդդիմություն դառնալուց երկրորդ տարում արդեն սկսեցինք խոսել համակարգային փոփոխությունների անհրաժեշտության մասին։ Սա առանց հիմնական օրենքը փոխելու չես կարող համակարգ փոխել։ Թե այսօրվա համակարգը հենված է հիմնական օրենքի վրա, սահմանադրության վրա։ Պիտի սահմանադրություն փոխես, որ կարողանաս հիմնական օրենքով արդեն բերես համակարգը փոխես։ Բոլոր մնացածը մեր կարծիքով ածանցվում է սրանից։ Անկախ հանրապետության կյանքի օրոք մի դեպք, Արցախի ազատագրման դեպքը, որ սահմանները չգրանցվեց պետականորեն, ու այսօր Արցախի օղատարածքը դարձավ միջազգային երկրների քարտ։ Նոր սահմանադրությամբ արդյոք որպես մի շտակում, որ վաղը միսօրը եթե ազատագրենք մեր պատմական այլ տարածքները, ինչ-որ միտեղ ֆիքսվի հստակ Հայաստանի Հանրապետության իշխանությունները հստակ իմանան ինչ պետք է անեն հաջորդ քայլը։ Սահմանադրությունը մի փաստաթուղթ է, որը միջազգային ճանաչում պիտի ունենա եւ սահմանադրությամբ են երկիրը դասակարգում աշխարհի ուժեղները։ Ես հիշում եմ, ես ինքս եղել եմ սահմանադրության 93 թվականին 1993-ից 95, որ քննարկվում էր այդ վեցյակի նախագիծը, օրինակ մենք մեր սահմանադրության տարբերակում հստակ գրել էինք սկզբնական նույն ազատ անկախ միացյալ Հայաստանի գաղափարը։ Անկախության հռչակագրում դա հստակ կար, որտեղ անկախության հռչակագրի ժամանակ դեռ պետությունը ձևավորված չէր եւ ժողովուրդը իր ազատ կամքով ձևավորեց անկախության հռչակագիրը եւ այդ դրույթը դրված էր։ Երբ մենք փորձեցինք այդ դրույթը առաջին սահմանադրության մեջ դնել, հասկացանք, որ միջազգային իմաստով երկիրը կկանգնի շատ բավականին լուրջ բարդությունների առաջ, սա հրապարակման համար չեմ բանանում։ Եվ մենք շատ հետաքրքիր ձևաչափ գտանք, որը այսօր բոլոր սահմանադրություններում է եւ ապագայում էլ կպայի։ Եվ ներկա գործող սահմանադրությունը եւ ապագա սահմանադրությունը հղում է կատարում անկախության հռչակագրին, որտեղ այս հիմնահարցը հստակ տրված է եւ ցեղասպանության հիմնահարցն է տված եւ ամբողջական հայրենիքի մեր նպատակի հիմնահարցն է տված եւ անկախության հռչակագիրը համարվում է այս սահմանադրության մասը։ Հիմա երկրորդ հատվածը շատ կարևոր մի հատ առավելություն այս նոր սահմանադրության մեջ ամրագրեցինք, ապահովագրելով նաև դառը փորձը ունենալով այս վերջի տարիների։ Մենք գրեցինք, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության հիմնահարցերը կարող են լուծվել միայն հանրաքվեների միջոցով։ Այսինքն ժողովրդային, այսինքն ստորագրությամբ որևէ մեկը իրավունք չունի առանց հանրաքվեի մեր ժողովրդի կենսական հարցերը լուծել։ Որևէ ինստիտուտ, որևէ անհատ, որևէ քաղաքական գործիչ։ Խոսքը վերաբերվում է եւ Կարսի պայմանագրին, եւ Արցախին, եւ մնացած բոլոր հարցերին։ Սա շատ կարևոր նորմա մեզ համար։ Այսինքն սա առաջի անգամ եղավ, երբ որ արձանագրությունները ստորագրվեցին, հետո սահմանադրական դատարանը, թե հիշում եք, պարզաբանում տվեց։ Մենք այն ժամանակ բավականին երկար աշխատեցինք սահմանադրական դատարանի պարզաբանումը շատ կարևոր էր, որ ասեց, որ այդ տիպի հիմնահարցերը պիտի գնան հանրաքվեով։ Հիմա սա դառնում է սահմանադրական նորմ։ Իսկն Հայաստանի Հանրապետությունում ներկա ապագա որևէ պաշտոնյա, որևէ պաշտոն զբաղեցնող քաղաքական ուժ իրավունք չունի ինքնուրույն այդ հարցերը լուծելու առանց հանրաքվեի։ Սա կարևորագույն երաշխիքներից մեկն է, որը ամրապնդում է մեր սուվերենությունը։ Շնորհակալություն, պարոն Մկրտչյան,
եւ շնորհակալություն ձեզ, որ ներկա եղաք եւ ունեցանք մեր այս ծավալուն եւ բաց մամլո ասուլիս։ Շնորհակալություն ձեզ։